Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք նախարարը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Նաիրի համայնքում և մեկ բնակարան Երևանում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 21.752.489 դրամ աշխատավարձ արտաքին գործերի նախարարությունից և 3.18744 դրամ եկամտային հարկի վերադարձ ֆինանսների նախարարությունից։ Տարեվերջում Միրզոյանի բանկային հաշիվներին եղել են 2.746.797 դրամ և $22,000, իսկ կանխիկ միջոցները կազմել են 2.750.000 դրամ և $37,000։ Նա հայտարարագրել է նաև տարվա ընթացքում կատարված մի շարք ծախսեր, մասնավորապես 4.790.000 դրամ հանգստի համար կատարված ծախս, 4.110.000 դրամ ուսման կամ այլ դասընթացի համար կատարված վճար, 4.840.000 դրամ վարկի մարման ուղղված վճարումներ, 16.800.000 դրամ անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախս և 3.5 միլիոն դրամ այլ միանվագ ծախս։ Նախարարի կինը Գոհար Աբաջյանը ևս որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Նաիրի համայնքում և մեկ բնակարան Երևանում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Որպես շարժական գույք նա տարեսկզբում ունեցել է 2011 թվականի արտադրության Kia Magnitshy ավտոմեքենա, որը սակայն տարվա ընթացքում օտարել է 4.508.000 դրամով, փոխարենը ձեռք բերելով 2024 թվականի արտադրության BMW Magnitshy ավտոմեքենա 39.405 եվրոյով։ Որպես տարեկան եկամուտ Աբաջյանը հայտարարագրել է 28.753.503 դրամ աշխատավարձ Cognize Engineering ընկերությունից, 6.547.574 դրամ աշխատավարձ Nvidia Armenia ընկերությունից և 11 միլիոն դրամ ստացված փոխհարություններ Հայէկոնոմ բանկից։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշիվներին եղել են 2.040 դրամ և $96, իսկ կանխիկ միջոցները կազմել են 340.000 դրամ և $10,000։ Աբաջյանը հայտարարագրել է նաև տարվա ընթացքում 4.255.000 դրամ հանգստի համար կատարված ծախս, 2.761.000 դրամ ուսման կամ այլ դասընթացի համար կատարված վճար, 8.211.889 դրամ վարկի մարման ուղղված վճարումներ և 2.490.000 դրամ այլ միանվագ ծախս։